Ողջույն Կարեն ջան։ Ողջույն, Մագա ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ, հրաշալի, դու։ Լավ, շնորհակալ եմ։ Սովորաբար այս ժամերին ինչով ես զբաղված լինում։ Սովորաբար շատ զբաղված եմ լինում, թատրոնում եմ լինում, եթե լինում են նկարահանումներ, այս պահին կոնկրետ շինարարությամբ, տանս երկրորդ հարկն եմ վերանորոգում։ Եկել ենք բացահայտենք, թե ինչ ավտոմեքենայով ես երթևեկում։ Իրականում շատ էի սպասում քեզ որ կգաս, բայց մինչև ավտոին անցնելը ինձ թվում է կարելի է գնալ մի հատ սուրճ խմել, հետո նոր գալ մեքենայի մասին խոսել։ Սիրով։ Կամեցեք։ Շնորհակալություն։ Որքան ժամանակ է այստեղ ես բնակվում, այս տանը։ Այս տանը մի տարի, բայց ամբողջ կյանքս ապրել եմ այս տարածքում, այս վերևում էլ տուն ունենք, հայրական տունն է մեր, միշտ ապրել եմ այդտեղ։ Մեքենաները երկուսն են։ Երեքն են, մեկը այս պահին չկա։ Այո, այն էլ է մերը, ես էլ մի հատ էլ դեռ սպասում եմ, որ պիտի գա։ Ինչ մեքենա ենք սպասում։ Hyundai Kona, ավելի տենց պրակտիկ, ավելի թեթև, ավելի հարմար, կասեի։ Խմած էի։ Ու տենց մեքենաներ ենք նայում, տենց այն հատվածում էի, այն տեղում էի, որտեղ որ մեքենա պիտի ընտրեինք ու աճուրդին մասնակցեինք, այդ պահին այդ աճուրդի մեջ էր գնում էր արդեն, ասեցի դե բերեք ես էլ խաղանք մի անգամից, տեսնենք կշահենք թե չէ, այսինքն մերը կլինի թե չէ, ես էլ խմած էի, հա բարձրացի, այսքան էլ բարձրացի, վերջում ասեցին շնորհավոր, այս մեքենան գնեցինք, ասի դե գնեցինք, բայց չեմ սիրում խփած մեքենաներ բերեմ, այս մեքենան խփած չի ընդհանրապես նորմալ մեքենա է առանց։ Վստահ ես։ Չէ, ոնց կարող եմ վստահ լինել, քանի որ չեմ տեսել դեռ իմ մոտ չի, կարծում եմ մի քանի օրից ինձ մոտ կլինի, բայց համենայն դեպս արտաքին տեսքից այն ինչ որ նկարներով նկարագիրը կա այդ մեքենայի մասին, ոչ միտեղ ոչ խփած, ոչ վնասված է։ Մեքենաները կանգնում են բակում։ Առայժմ հա, որովհետև այստեղ դե ինչպես եւ նշեցի, շինարարություն եմ անում, դեռ բակային հատվածը չեմ սարքել, այստեղ պիտի ունենամ ավտոտնակ մեքենաների համար ու 2-3 մեքենայի համար նախատեսված։ Դե հիմա ներկայացրու մակնիշը, մոդելը, տարեթիվը, տեխնիկական բնութագիրը։ 2006 թվականի արտադրության BMW 5-րդ դասի 3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ 258 դիաուժ, այդ չէ հիշում։ Ես հիմա ասեմ, սիրելի հեռուստադիտողներ, դիաուժը դու չգիտեի։ Չգիտեի նայել եմ։ Քանի որ ինձ ավելի հաճույքն է հետաքրքիր մեքենայի, այլ ոչ թե իր տվյալները այդքան մանրամասն։ Այդ մանրամասները ինձ թվում է մենք իմանում ենք այն ժամանակ, երբ որ գնում ենք վճարում անելու, ասում ենք քանի դիաուժ էր, կամ իրանք ասում են։ Կարծում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ յուրաքանչյուր BMW քշող ինքը մի քիչ հատուկ բնավորություն ունի։ Մի քիչ ավելի ակտիվ է, մի քիչ ավելի էքստրիմ է սիրում, երևի թե այս ասֆալտը ու մեքենան հենց դրա համար է նախատեսված քշելու համար BMW-ն։ Մնացած մեքենաները ուղղակի երևի գնում են, տենց BMW-ն քշում ես։ Դրա համար սիրում եմ BMW։ Ես երևի թե եզակի մարդկանցից եմ, որ եւ BMW եմ սիրում եւ Mercedes։ Ես մենակ չեմ, փաստորեն։ Չէ, դու երբեք մենակ չես, այդ հիշի։ Չէ, սիրում եմ Mercedes, նաեւ Mercedes-ը մի քիչ ավելի ուրիշ է։ Mercedes-ը պիտի վայելես, այսինքն դու քո կոմֆորտի, քո հաճույքի, քո երկար ճանապարհի համար պիտի Mercedes քշես, բայց ավելի էլի եմ ասում, էքստրիմ, եթե սիրում ես, ուրեմն պիտի քշես BMW, մի քիչ ավելի տենց ներվնի բնավորություն ունի ինքը։ Անհանգիստ։ Հա, ասենց այտենց պետքա քշես իրան։ Երբևէ կապոտը բացել ես այս մեքենայի։ Հա։ Բացենք հիմա։ Բացենք։ Ճիշտ ասած չգիտեմ հիմա ինչ վիճակում է այնտեղ մաքրության առումով։ Վատ վիճակում չի։ Հա, վաղուց չէի բացել, ճիշտ ասած հենց յուղը փոխելու ժամանակն է, պետքա օրերս արդեն յուղը փոխեմ իրա։ Որ մասերի անվանումները գիտես։ Սա մեր արգելակման ABS-ի համակարգն է, սա հիդրավլիկի յուղ, չէ, հիդրավլիկը չի, բայց սա ի՞նչն է։ Սա անկեղծ չեմ հիշում ինչն է, հեսա ես իրա հեղուկից կասեմ։ Հա, սա ռաշիրիցելն է։ Այստեղ անտիֆրիզ եմ լցնում ու լավ վիճակում է ինքը, մետք է։ Այս սենց անցնենք առաջ ասեմ մնացածի մասին, դե բնականաբար սա շարժիչն է, սա ֆիլտրն է, սա հեղուկն է հապակիների, այսինքն դիմ հապակու կոնկրետ, սա հիդրավլիկի յուղն է ղեկի, բաչոկը որտեղ որ լինում է, սա օդի ֆիլտրն է, սա դեմերվեն է, այստեղ նատիժնոյ ռոլիկներն են իրա, այնտեղ այս հատվածում դինամոն է սա,
Ինչա, այստեղ գլխավոր պլյուսն է, ակումուլյատորից եկող։ Դե տակի մասերն էլ ամբողջը կարամ ասեմ։ Ամբողջը գիտեմ, մեքենան սենց ծերից ծեր գիտեմ ինքը ինչ է։ Ոնց է աշխատում, իր ամեն ինչով գիտեմ։ Այսինքն, եթե որևէ խնդիր առաջանա ճանապարհին, դու կկարողանաս վերանորոգել։ Այն ինչը որ այդ պահին են գործիքները, որոնք որ լինեն, որ կկարողանամ ես սարքեմ, հա բնականաբար կկարողանամ, որովհետև Այլման մոմիկը եթե լինի, Սվեչան, դու կփոխես։ Սվեչա փոխել է ինչ։ Սվեչա այստեղ ակ Ես թվում է ցանկացած բան, եթե լինի գործիքը համապատասխան, որովհետև ես շատ փոքր տարիքից մեծ հետաքրքրություն եմ ունեցել մեքենաների հանդեպ, շատ մեծ, ու ինձ հետաքրքիր է եղել իր բոլոր մասերը տեխնիկական, թե ինքը ոնց է աշխատում, մոտորի մեջ ինչ է տեղի ունենում, որը ում համար է, ինչի համար է պատասխանատու, այս տեսակ բաները ինձ միշտ հետաքրքրել են։ Նույնիսկ մինչև այսօր ընկերներից մոտ, եթե մեքենաների հետ կապված խնդիր է լինում, ինձ զանգում են, ասում են, սենց մի հատ ձայն է գալիս, ինչ կլինի։ Դե ասում եմ, կարծում եմ, որ սենց կլինի, բայց պարտադիր պիտի մի հատ ես տեսնեմ։ Արհեստավոր չեմ, բայց հասկանում եմ։ Որ մակնիշից ես սկսել։ Իմ առաջի մեքենան, որ ես քշել եմ, եղել է Lada մակնիշի Furgon 02-ներ կային։ Դա էր իմ առաջին մեքենան, որ քշել եմ, ու դրա վրա եմ քշել սովորել։ Փոքր տարիքից, երևի 7-8, հա, 8 երևի, 8 տարեկանից սկսել եմ արդեն քշել։ Սրանք սար գնալու համար փայտիկներ են, որոնցով որ բարձրանում է սար ավելի հեշտ։ Հայքինգով ես զբաղվում։ Երբեմն սիրում եմ տենց լեռներ, բնություն, առհասարակ բնությունը շատ եմ սիրում։ Այստեղ ճիշտ ասած ինչ որ հետաքրքիր բաներ չկա, վեշել կեք կոստյումի համար, քանի որ հարսանիք բան տենց եւ այլ վարում եմ, հանում եմ, կախում եմ երբեմն այդ կոստյումը այդտեղ։ Այստեղ սարի համար ակնոց, սենց ինչ որ լիժայի համար ակնոց, սենց խառը ինչ-որ բաներ է, տակ, ադզելի հայրենը չգիտեմ ոնց է, ծածկոց, հա, մնացա որ ոտներս տպավորությունը, ոնց որ այսօր ես իմ հայրենը մոռացած կենամ, չնասնեմ, վարկանին լավ հայրեն եմ խոսում, սկոչ, ժիտ կես տորմուզների համար երբեմն պետք է լինում։ Իսկ պահեստային անվադող կա։ Պահեստային անվադող պիտի որ լինի, հեսը տեսնենք։ Դավիթ իմ աղբոր տղեն է, իմ հալալ Ողջույն, Մարդ, ինչպես ես։ լավ, Որտեղից ես գալիս։ տնից, Տնից տուն։ ֆուտբոլ դաշտ։ Ինքը ֆուտբոլի ֆանատ է և ֆուտբոլ է պարապում, հիմա թող սենց իրան ֆիքսեն, ինքը ինչ-որ ժամանակ հետո դառնալու է շատ հայտնի ֆուտբոլիստ, ես լիահույս եմ։ Առաջին եթերը կհիշեցնես, որ մագավտոն է եղել։ Լավ։ Ես հաջողություններ եմ մաղթում, իսկ ավտոմեքենա սիրում ես։ Այո։ Ինչ մակնիշ ես նախընտրում։ BMW։ Սակո, դու էլ արի քեզ էլ ողջունենք մի հատ նոր գնա, Սարգիսն էլ ընկերոջս տղանը։ Արի Սարգիս ջան, արի քեզ էլ մի հատ բարևի ես։ Ողջույն Սարգիս։ Դու ինչպես ես։ Լավ, դու ոնց ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալություն։ Մենք հիմա պարզում ենք, դու ավտոմեքենա սիրում ես։ Այո։ Իսկ մակնիշ կա նախընտրած։ BMW։ Ես գոհ եմ, շնորհակալ եմ, շնորհակալություն գնացեք։ Փաստորեն ֆուտբոլասերները նախընտրում են BMW մակնիշ։ Ակտիվության հետ է պայմանավորված էլի։ Այ դրանով է երևի պայմանավորվում BMW սիրելը, ռեսկսը։ Դե ոչինչ, կմեծանան Mercedes կսիրեն։ Հա, դե բնականաբար կարծում եմ ով մեծանում է BMW-ից հետո Mercedes պիտի քշի։ Կարեն ջան, քեզ համար մեքենայի գույնը նշանակություն ունի։ Այո։ Դժվար վարդագույն քշեմ, դժվար ինչ որ տենց աղջկական գույնի ինչ որ մեքենա քշեմ, չնայած շատ նկատում եմ, որ շատ տղաների միևնույն է գույնը, այնքան որ մեքենան տենց գնա։ Դու տենց սևով։ Չէ, տենց ինչ որ կոնկրետ հակում չունեմ սևի վրա, ավելի շատ ես սպիտակն եմ սիրում, կամ եթե ինքը սպորտ քար է, ու նաև իդեպ ասեմ, որ բավականին մեծ սեր ունեմ սպորտ քարերի նկատմամբ։ Այդ սպորտ քարերի դեպքում մի քիչ ավելի sense վառ ու պայծառ գույներ պիտի լինեն, այսինքն ավելի աչքի ընկնող, անկախ իրանց ընթացքից։ Բայց ավելի շատ երևի սևի եւ սպիտակի մեջ է իմ ընտրությունը լինում։ Որ վառ գույներ չեմ սիրում, բայց եթե Ferrari կամ Lamborghini լինի, դեղին, կարմիր։ Կարմիր միանշանակ։ Հա։
Մինչ երթևեկելը ներկայացրու փաստաթղթերը, վարորդական իրավունքը եւ մեքենայի տեղ հանձնագիրը։ Իհարկե, բերեմ սա մեքենայի տեղ հանձնագիրը։ Վարորդական իրավունքը միշտ դիրպանում է լինում, որովհետեւ տարբեր մեքենաներ եմ վարում, այդ պահում եմ ինձ մոտ։ Սա էլ իմ վարորդական իրավունքը։ Ամեն ինչ կարգին է։ Դավիթ ո՞վ է։ Ընկերս։ Դավիթի անունով է։ Դավիթի անունով է։ Դավիթի մեքենան է։ Ես գիտեմ, որ մի վարորդական իրավունք ունես, Կալիֆոռնիայի վարորդական իրավունք ունես, եւ այդ վարորդական իրավունքը ունի պատմություն։ Շատ հետաքրքիր էր իրականում այդ պատմությունը, առաջին անգամից հենց հատկապես այդ եզդայի քննության ժամանակ, գործնականի ժամանակ ինձ ասում էին, որ կկտրվես, որովհետև պարտադիր ինչ-որ կտրվում են, ասացի, օքեյ, այդ հույսով, հետո ասացին, որ 3 անգամ եթե նկատես, որ ինչ-որ նշան է անում իր այդ բլանկի, իր թղթի վրա, ուրեմն կտրվել ես, ճիշտ ասած 3 անգամը նկատեցի ու արդեն մտածեցի, որ կտրվել եմ, ես կքշեմ նրանց, ոնց որ ես գիտեմ քշել, ոչ թե ամերիկյան օրենքներով, ու քշեցի, տենց եկանք հասանք այդ վերջնակետին, որտեղ որ արդեն ավարտում ենք բանը, քննությունը այդ կինը, ով որ քննություն էր վերցնում ինձանից, ասեց ես քեզ կկտրեի, կզրկեի իրականում այս քննությունից, բայց չեմ զրկում մի պատճառով, որ հասկացա, որ դու հրաշալի քշում ես։ Բայց այս խախտումները, որոնք որ ինձ մոտ նշել եմ, մեր երկրում երբեք չանես։ Ու ինձ տվեց հենց առաջին անգամից ու փաստեց, որ ես լավ եմ քշում։ Կոպիտ էին խախտումները։ Ըստ հայաստանյան վիճակի եթե դատեմ, կոպիտ չէին։ Այսինքն, գիտեք ոնց է, եթե պիտի օրինակ հետընթաց անեմ, պարտադիր մենք սովոր ենք, չէ, հայելիներով աշխատենք կամ վերջին հաշվով բանով, չէ, տեսախցիկով օրինակ, իրանց մոտ պարտադիր այս բոլոր շարժումները պիտի անես, ոնց որ գիժ լինես, էլի, ասես ինչ-որ բաներ պիտի անես, վերջում էլ մի հատ նայես այս ապակիով, մի հատ էլ այն ապակիով նայես, որ կարողանաս ինչ-որ այդ հետընթացը անես կանգնելու համար։ Այս տեսակ ինչ-որ մանր-մունր խախտումներ, ձեռքդ չես դրել սենց, մի պահ ձեռքդ մեկով ես բռնել ղեկը, ինչ-որ այս տեսակ բաներ, հետո անցումի վրա մարդեր հերվից արդեն ոտքը դրեց անցումի վրա, ես պիտի այդտեղից գնայի, բավականին էլ ժամանակ կար էլի, որ կարող էր այդ մարդը օրինակ մինչև հասներ ինձ, ես արդեն անցած կլինեի, դրա համար էլ ինչ-որ տենց խախտում գրանցեց, դե կարծում եմ մեր հայաստանյան իրականության մեջ մի քիչ այդքան ուշադրություն չեն դարձնում դրան, չնայած նրան, որ կարևոր է օրենքի առաջ լինել խոնար, լավ սենց ասեմ, բայց ամեն դեպքում այդ խախտումները գրանցեցին։ Տեսնենք, թե ինչ ունես խցիկում իրերի։ Չեմ հիշում ճիշտ ասած։ Թղթեր, բինտ, ստերիլ, թղթեր, ինչ-որ, սա հիշողության քարտա, հարսանիքների նյութերը մեջը լցնելու համար, միջոցառումների, ինչ-որ կարևոր նյութերի, ինչ-որ դրամապանակ, սա Վազգեն Սարգսյանի ծննդյան տոնի հետ կապված միջոցառում ենք կազմակերպել մարտի 5-ին, տարիներ առաջ, ու այս կրծքանշանը եւս այդ օրվանից է հույս մնացել, այսպես։ Սա սենց մանր-մունր ինչ-որ տենց բաները, որոնք որ կարևոր չեն։ Երթևեկենք։ Գնանք։ Ես գիտեմ, որ դու ամրագոտիներից չես օգտվում։ Ասես։ Քանի որ մենք եթերում ենք, կլինենք մի քիչ ավելի օրինապահ։ Չնայած չեմ կարծում, որ դա ինչ-որ տես կոպիտ խախտում է, ամեն դեպքում օգտվենք ամրագոտուց։ Հետո դառնում է սովորություն։ Գիտեմ։ Դու բնակվում ես Բալահովիտում։ Այստեղ ես ծնվել, այստեղ մեծացել եւ ջուրը խմել սառնորակ։ Իսկ ջուրը Կոտայքի մարզի անմահական, հատկապես երբ որ գառնուց է գալիս։ Չնայած ես վերջերս ինչ-որ նոր ջրագիծ են քաշել, որի համը ինձ բացարձակ դուր չի գալիս ու համոզված եմ, որ դա գառնու ջուրի չի։ Սիրում ես մեքենա վարել։ Շատ։ Իմ տարերքն է կարելի ասել մեքենա վարելը։ Հանգիստ վարորդ ես։ Չէ, մի քիչ ավելի բուրըն խառնվածքով վարորդ եմ։ Չեմ սիրում սպասել, չեմ սիրում երբ արագընթաց գծի վրա գոտու վրա դանդաղ են ընթանում, քանի որ դա տրված է, նախատեսված է արագ ընթանալու համար։
ու տալիս է հնարավորությունը քեզ արագ ընթանալու։ Այսինքն հատկապես շատ տարիքով մարդիկ մտնում են այդ գծի վրա ու երբ որ դու ինչ որ ազդանշան ես տալիս, որպեսզի քեզ ճանապարհ տան ինչ որ լուսային կամ ձայնային, իրանք այն շատ սովետական են սենց պապիները ասում են, բանը մենք 60 տարվա շոֆեր ենք, չգիտենք ոնց քշենք, այդտեղ ներվայնանում ես։ Հատկապես մեր օրերում ես ասում եմ, երբ որ խցանումներ են լինում շատ ու ինչ որ շատ անկապ, ինչ որ անիմաստ բանից խցանումը առաջանում, սա ինձ ներվայնացնում է, որովհետև լիքը մարդ սենց այսպես վախվորած է քշում ու միայն իր դիմացն է նայում։ Ես ասում եմ, եթե բոլոր վարորդները օրենքը պահելով բնականաբար քշեն մի քիչ ավելի նախատեսված չափով կամ մի փոքր արագ նախատեսվածից տալիս է, չեմ ես հնարավորություն գոնե 10 արագություն ավելի։ Իրավիճակից ելնելով, իրավիճակը հաշվի առնելով, եթե քշեն բոլորը, կարծում եմ մենք այս կատաստրոֆիկ խցանումները չենք ունենա մեր քաղաքում։ հատկապես որ երևույթներն են քեզ նյարդայնացնում։ Դանդաղ քշելը, ավելի շատ հենց այդ։ Ինձ ներվայնացնում է այն, որ օրինակ տեսեք, չէ, հիմա մենք Բալահովիտում ենք։ Բալահովիտի ապրող ինչ որ մի X մարդը գալիս է օրինակ կարմիրով մտնում է լուսաֆորից գնում է, չէ, օրինակ, կամ առանց թարթիչ միացնելու մտնում է իր բակ։ Սա իր հայացքն է, իրան բացարձակ հետաքրքիր չի։ Ես այստեղից չեմ օրինակ, X մարդը ինչ որ Պողոսը եկել է Բալահովիտ։ Ինքը չգիտի դա քո բակն է, թե չէ որ դու մտնում ես։ Միացրա դա նախ հետո այս թարթիչը քո համար չի։ Սա ուրիշի համար է, սա պիտի բոլորը ֆիքսեն, բոլոր վարորդները, դա քո բակն է, քո բակը չի։ Սա քո դիմացի կամ հետևի մեքենայի համար է, որպեսզի ինքը իմանա դու ինչ գործողություն ես անում։ Իսկ քանի որ դա իր բակն է, իրան բացարձակ հետաքրքիր չի։ Իրան գիտի, ինքը գիտի, այդտեղ բոլորը իրան ճանաչում են։ Ինքը պետքա մտնի իր բակ ու վերջ։ Մենք այս պահին ընթանում ենք 100-110, հա? Արագ ասենք թե չէ։ ճիշտ է։ Ճիշտ է։ Դե եկեք մի քիչ էլ բարձրանանք նոր ասենք։ Հիմա 120։ Բայց այստեղ թույլատրելի Այստեղ թույլատրելին 100, 90 է, այս մայրուղում 10-ը ավել կարող է։ Բայց դու 110-120 էիր գնում։ Հա, ասում այդքան ենք գնում, երբեմն պիտի նաև խախտումներ անենք, չէ՞։ Այսինքն ոչ թե կարելի է խախտում անել, այլ եթե տալիս է քեզ հնարավորություն ճանապարհը դու չես խանգարում ոչ ոքի ընթացքին, այս դեպքում ինձ թվում է կարելի է։ Օրինակ տեսեք, այստեղ հիմա տեսախցիկ կա, նկարող հատկապես ոստիկան մենք կքշենք օրենքով։ Իդեպ այս տեսախցիկը վերջերս են տեղադրել եւ այս ծուղակը շատերն էին ընկնում։ Չէ, ես շատ արագ տեղեկանում եմ, որտեղ են տեղադրել նոր տեսախցիկներ եւ հատկապես քո հարևանությամբ է գտնվում։ Հատկապես, այո։ Ու ուշադիր եմ նման բաներին։ Ինչպիսին են քո փոխհարաբերությունները մեր ճանապարհային ոստիկանների հետ։ Շատ լավ, բոլորին շատ հարգում սիրում եմ, հատկապես խելացի ոստիկաններին, երբեմն հանդիպում են նաև թող ինձ ներեմ, բայց նաև համակարգում կան տգետ ոստիկաններ, որոնք նույնիսկ օրենքի կետերին ծանոթ չեն։ Կարծում եմ վարորդը մեծ հաշվով օրենքի կետերին կարա ծանոթ չլինի ինչ որ չափով, բայց ոստիկանը պարտավոր է։ Ու շատ դեպքերում մենք լիքը հոլովակներ ենք տեսնում, երբ որ վարորդը ոստիկանին կետ է ներկայացնում, որ այս կետով դու իրավունք ունես, օրինակ այս ինչ բան է անելու, ոստիկանը ասենց սառում է ու չի իմանում ինչ պիտի պատասխանի։ Դու ասացիր, որ սիրում ես արագ վարել։ Ենթադրում եմ, որ բարեկային ծառայողները քեզ հաճախ են կանգնեցնում։ Այո, կանգնացնում եմ, բայց ես չեմ հերքում, որ ես արագ եմ քշել, որովհետև գիտեմ, որ ես արագ եմ քշել։ Ինձ է կանգնացրին, ասում եմ ֆիքսեք իմ խախտումը, ես գնամ, շնորհակալ եմ։ Միանգամից հանձնվում ես։ Չէ, պայքարելու ոչինչ չկա, եթե օրենքով տենց է։ Եթե օրինակ նենց բան է, որ ոստիկանը գիտի, որ կարա քեզ նախազգուշացում անի եւ դրանից հետո դու քո համար որպես դաս դա կլինի, որ դու հաջորդիվ չանես դա, ուրեմն առանց ակտավորելու քեզ ճանապարհում են։ Իսկ եթե պիտի ակտավորեն, ուրեմն ես դեմ չեմ, թող ակտավորեն։ Այս հուշարձանը համաշխարհային պատերազմի զոհերին վերաբերող հուշարձան է եւ հետո ավելանում է Բալահովիտ գյուղի Արցախյան պատերազմի զոհերի հուշարձանը։ Դա այստեղ տարբեր միջոցառումներ են լինում։ Բնակչությունը մեծ է Բալահովիտի։ Բավականին շատ։ Կոնկրետ թվերով չգիտեմ, բայց բավականին մեծ գյուղ է ինքը։ Իր տնտեսությամբ, իր տարբեր մասնագիտությունների մարդիկ կան այստեղ։ Առաջ
գյուղի ինստիտուտի լաբորատորիաները ու փորձարկման ինչ-որ բաները կենդանիների հետ կապված, այստեղ էր մեծ գոմերը, ասենց ասեմ, հետո կաթի մշակման, պանիր սարքելու, այս տեսակ ինչ-որ տեխնոլոգիական բաները այստեղ էր արվում։ Հիմա չգիտեմ ճիշտ ասած աշխատում է դա գյուղի ինստիտուտի հետ թե չէ, բայց կան այդ շինությունները։ Հա, իդեպ ասեմ Մագա ջան, որ ես մեքենան վաճառում եմ, նենցա որ եթե վաճառվեց մաղարիչ էլ կա էլի։ Ես համով սարքում եմ, կարանք տես միասին լավ ուտենք, խմենք, լավ քեֆ անենք, ուրախանանք։ Ուրեմն վաճառում ենք մեքենան։ BMW 2006 թվականի արտադրության 5-րդ դասի E60 ճապոնական մաքուր ձախ, հենց Ճապոնիայից մենք ենք ներմուծել, այստեղ Հայաստանում միայն մենք ենք քշել, շատ խնամքով պահած մեքենա է։ Ասենց ասեմ, իսկ հերոսի համարները արդեն կգտնեք իմ պաշտոնական էջերում, Կարեն Հովանեսյան, Instagram-յան եւ Facebook-յան էջերում։ Հենց որ հեշտ է ինձ գտնել։ Մեղմիչներից ձայն էր գալիս, չոր էր մի տեսակ։ Չոր մեղմիչների հետ կապված խնդիր կա։ Ինչի՞ չես ասում այդ մասին։ Քանի որ ես հասկանում եմ, այդ խնդիր չի։ Իր խնդիրը միակ այդ ձայնի հետ կապված յուղը փոխելու ժամանակն է։ Յուղը երբ որ փոխում ես, այդ մեղմիչները հայերեն ասած սկսում են մեղմ աշխատել։ Դու ինքնասիրություն ունես։ Չէ։ Գնալով էլ այդպես անինքնասեր եմ դառնում։ Էլայի անունը չտաս, ինձ հունից մի հանի։ Դե լավ, դու էլ այդքան մի նեղվի։ Էլան էլ հո գիտի, որ ինքը անինքնասեր է։ Չփորձես ինձ երեխով մանիպուլյացիայի ենթարկես։ Այդքան մի ցածրացի։ Ինքը նաև քո երեխեն է։ Ես այդ գիտեմ։ Ուղղակի փորձում եմ քո մեջ մի կերպ հայրական բնազդ դառնացնել։ Եթե կարելի է հակիրճ ներկայացնենք, թե ինչպիսի ստեղծագործական ճանապարհ ես անցել։ Եվ ինչով ես այսօր զբաղված։ 2007 թվականից սկսած դեռ ուսանող տարիներից սկսել եմ հեռուստաընկերությունների հետ աշխատել, ավելի շատ սերիալային արտադրության մեջ եմ եղել, հետո դե այդ ընթացքում նաև թատրոն, բայց իհարկե թատրոնում զբաղվածությունս քիչ ա եղել, զուտ ժամանակի առումով չէի հասցնում, մինչ օրս էլ ֆիլմեր, սերիալներ, գովազդներ, մի խոսքով այն մասնագիտությունը, որը որ ես եմ կրում ու սովորել եմ, ես դրանով եմ զբաղվում, ուրիշ ոչնչով չեմ զբաղվում։ Այս պահին կոնկրետ բեմադրում ենք նոր ներկայացում, այսինքն ես չեմ բեմադրում, ես որպես դերասան խաղում եմ Ռուզաննա Մանուչարյանի հետ, բեմադրում է Նարեկը Մանուչարյան եւ իդեպ պիեսի հեղինակը եւս Նարեկն Մանուչարյան, Հայր իշխանություն։ Պրեմիերան մենք կունենանք մայիսի 23-ին Մեհեր Մկրտչյան թատրոնում, ֆանտաստիկ ներկայացում է, ըստ իս, կարծիքները գուցեև տարբեր լինեն, բայց ես կարծում եմ, որ ինքը բավականին լավ, բավականին լուրջ, խորը, ասելիքով Ադամի եւ Եվայի եւ այդ փոխհարաբերությունների մասին է։ Ովքեր ունեն ցանկություն այս ամեն ինչը տեսնելու, խնդրեմ, մայիսի 23, 28 եւ հունիսի 9 Մեհեր Մկրտչյան թատրոն։ Ես ինչ չեմ արդարացնում, բայց թորը դիրաժնի ստացել է։ Ինչպես ստացվեց, որ դու սկսեցիր նկարահանվել ֆիլմերում։ 2007 թիվն էր, սերիալային արտադրությունը նոր սկսում էր Հայաստանում ու առաջին հրավերը ես ունեցել եմ Շանթ հեռուստաընկերությունից Որոգայթ հեռուստասերիալից։ Այսինքն իմ դեբյուտը եղել է հենց Որոգայթից ու դրանից հետո արդեն տենց պարբերաբար նոր սերիալներ, նոր կերպարներ, հետո տենց ավելի աճ, ավելի, չգիտեմ, փորձ ավելի շատ, որի արդյունքում այսօր կամ են ինչքան որ ես հասցրել եմ սովորել ու փորձ ձեռք բերել։ Բայց լավագույններից սենց կարամ նշեմ, որ իմ համար վերջին տարիների ընթացքում նկարվեցին Կարյունոտ խաղադրույքը, Շատյան Հարութներ նկարում այդ ֆիլմը, 20 մասա այդ ֆիլմը իրականում բավականին լավ ֆիլմ էր ու հաճույքով էինք անում այն ինչ որ անում էինք, անտառում էինք քնում, այնտեղ էինք նկարում, մի խոսքով ֆանտաստիկայի ժանրից էր։ Բայց էլի շատ, օրինակ Դիանա Գրիգորյանի մոտ եմ նկարվել շատ, իրան էլ շատ շնորհակալություն։ Մեծ արտիստների հետ եմ աշխատել այս ամբողջ ընթացքում իմ տարիների,
իրանցից շատ բաներ եմ սովորել, իրանց հետ աշխատելը եւ պատասխանատու էր, եւ ուրախալի էր, եւ ոգևորող էր։ Մի խոսքով, ինչքան շատ ես մտնում ես մասնագիտության մեջ, ինչքան շատ է եզրը շփման լինում, այնքան շատ ավելի քո համար օգտակար է, որ քո առաջիկա ընթացքը կյանքի ու մասնագիտության շատ ավելի լավը լինի։ Կառանձնացնես որևէ ֆիլմ կամ կերպար եւ ինչու։ Իրականում ամենաերկար խաղացած կերպարս ու երևի թե այն սկզբի համար կարևորը այդ եղել է բանակում հեռուստասերիալի շրջանակներում 4-րդ վաշտի Հայրապետյան Արմանի կերպարն էր, սերժանտ։ 4 տարի նկարվեցի, երևի դա կառանձնացնեմ, որովհետև մինչ օրս դրանով մարդիկ ինձ ճանաչում ու հիշում են։ Չնայած նրան դրանից հետո շատ ու շատ ֆիլմեր ու սերիալներ են եղել իմ պրակտիկայում, բայց կարողա չհիշեն օրինակ դրանից հետոյի 100 ֆիլմը կամ սերիալը, հիշեն դրանով եւ մեկ էլ հիշեն այսօր որտեղ խաղում եմ, որտեղ այս պահին աչքի առաջ է, բայց նա տպավորվել է մի ուրիշ տեսակ մեր հասարակության աչքի։ Երբ տեսնում են, դիմում են հենց այդ կերպարի անունով։ Սովորել են, վայ Արման ջան, ասում եմ, հա, Կարեն, հա, բայց դեռ ոչ։ Լավ է։ Հա, իդեպ Մագա ջան, ոնց որ միշտ այսօր էլ բացառություն չի, հրաշալի տեսք ունես։ Շնորհակալ եմ։ Եվ այս տեսքից համար ուզում շնորհակալություն ասեմ Նինոս գեղեցկության սրահին։ Չնայած ընկերոջդ մեքենան է, լավություն անեք, չէ՞ որ մեզ մեքենա է տրամադրել։ Ես եմ քշում, նաև պիտի պատասխանատու լինենք, չէ՞ մեքենայի ընթացքի համար։ Քո մեքենան կգա, հետո քո մեքենան էլ կնկարենք, քո մեքենայի համար էլ կբերենք։ Գիտեմ, որ BMW-ին պահանջվում է LL001-ը եւ 540 պարտադիր պիտի լինի այս մեքենայի համար համենայն դեպս BMW LL01 եւ 540։ Այսինքն նախատեսված է հենց այս մեքենայի համար։ Շատ լավ է, բայց քանի լիտր է գնում այս մեքենայի մեջ, այդ չգիտեմ։ Դե հիմա այսքան էլ որ բերել ենք, պետքա գոհ լինես։ Բերում եք մի 10-12 լիտր բերեք, որ մյուս տարի էլ փոխենք։ Ես տեղը կասեմ, մնացածն էլ դու կգնես։ Կացակ եմ անում։ Հասցեն Նարդոսի 75։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ եւ հովանավորին եւ ձեզ որակյալ յուղ տրամադրելու համար, որն էլ այսօր անպայման կլինի այս մեքենայի շարժիչի մեջ։ Երթևեկիր անվտանգ։ Բոլորին թող անվտանգ երթևեկեն ամենակարևոր մաղթանքը սա։ Անվնաս, իրար զիջող, իրար հասկացող, մի քիչ ոչ եթերային բառ կասեմ, բայց լավ կլինի, որ մեր բոլոր վարորդները բացի օրենքից նաև մի քիչ քթածակ ունենան ու նորմալ վարեն, այսինքն պետք է արագ քշես այդ բանին, քշի արագ, որպեսզի այդ խցանումները չառաջացնեք։ Այսքան բան, շնորհակալություն շատ։ Ես եմ ուզում շնորհակալություն ասեմ, նախ լավ օրվա համար, լավ տրամադրության համար, շատ թեթև նկարահանում էր, սուրճի համար, դե ճիշտ են ասում, որ տղամարդու կողմից պատրաստած սուրճը էլ ավելի համով է։ Առհասարակ այն ինչ տղամարդու կողմից արվում, ամենից շատ համով է ու սիրուն։